ասեմ։ Բարև ձեզ, ես Արկադիա Անդրանիկի Զարգարյանն եմ։ Սկսում եմ իմ հաջորդ խոսակցությունը ձեր հետ, բոլորի թարգումը ընդունում եմ եւ խոստանում եմ հետաքրքիր տվյալներ ներկայացնեմ ձեզ։ Իմ բոլոր ներկայացրած ծրագրերը, առաջարկությունները միմիայն հանրային են, անձնական ոչինչ չկա, միայն անձնականն այն է, որ եթե ես կարողանում եմ իրականացնել, դա հոգեբանական մեծ արժեք է իմ համար, իմ ընտանիքի եւ բոլորի համար։ Ես նախկին հաղորդումներով ներկայացրել եմ իմ մանկությունը 2 տարեկանից մինչև 75 տարեկանը, չեմ ուզում կրկնություն դառնալ դա։ Կարող եք հետևել եւ նաեւ հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ ներկայացրել եմ իմ հայրիկի սխրանքները, որը գրվել է թերթերում։ Գրվել, մեծարվել է եւ ինքը վերադարձել է տուն շատ վատ վիճակում, վիրավոր վիճակում, սակայն շարունակել է իր ընկերությունը, շարունակել է լինել հասարակության լիարժեք անդամ եւ ծառայել է ժողովրդին։ Հարգելի հետևորդներ, ես այնքան ծրագրեր ունեմ, այնքան հաշվարկներ, այնքան խորհուրդներ, որ չգիտեմ որտեղից սկսեմ, բայց ամենակարևորներից կարևորը եղել է 2 բան։ Երկուսը հայրիկիս արխիվը գտնելը, նաև Սևանա լճի մտահոգությունները։ Դուք կարող եք ասել, դու Տավուշեցի, ինչն է ձեզ դրդել, որ Սևանա լճի վերաբերյալ այդքան մտահոգվել եք։ Իհարկե կասեմ, թե ինչքան եմ մտահոգվել, ցույց կտամ այն բոլոր փաստերը, որ ես անընդհատ հետևել եմ, որպեսզի կարողանամ իմ ծրագրերը իրականացնել։ Սևանա լճի պատմությունը իմ մոտ ունի 65 տարվա պատմություն։ 65 տարի առաջ, երբ դպրոցում էինք գնում էինք էքսկուրսիա, մեր դպրոցի տնօրեն ընկեր Վերդյանը իմ քրոջ դասարանցիներին տանում էր Երևան։ Նույն ծրագրավորել էր, որ Սևանա գեսը նույնպես պետք է տեսնեն։ Ես խնդրեցի վարորդին, որը իմ հորեղբոր տղան էր, ավտոբուսի վարորդն էր, համաձայնեց, որ ես էլ պետք է գնամ։ Վերջապես գնացինք, հասանք Ծովագյուղ, հենց Ծովագյուղ հասանք, ես լիճը չէի տեսել, երեխեքը սկսեցին գոռալ Սևանա լիճը, ուրախացած, բարձր տրամադրությամբ եւ երևի թե ոչ մեկը չէր տեսել, այդ մեծ խանդավառությամբ դիմավորեցին Սևանա լիճը։ Իհարկե ես տեսա մեր դպրոցի տնօրենը բացատրեց, որ լիճը եղել է մոտ 20 մետր բարձրության, թերակղզին այն ժամանակ եղել է կղզի, 50-ական թվականներին, 55 թվերին դեռ կղզի է եղել։ Այնուհետև մենք շարունակեցինք դեպի Սևան քաղաքը։ Չհասած Սևան քաղաքը, տնօրենն ասաց մտնելու են, գնալու ենք Սևան գեսը տեսնելու։ Մոտ 100 մետրը մենք իջել ենք Սևան գեսի աստիճաններով ներքև, տեսել այն ահռելի աշխատանքները, որը կատարվել է ժամանակին 36-7 մինչև 45 թվերը իրականացվել է այդ հսկա աշխատանքը։ Ես չեմ ասում, թե լավ է եղել, թե վատ է եղել, հետագայում ես կներկայացնեմ, թե ինչու է Սևանա լիճը իջել։ Դա մարդկային գործոն է եղել, անհրաժեշտություն է եղել պետության կողմից, չի եղել ատոմակայան, չի եղել գեսեր, իսկ էլեկտրաէներգիա ստանալու համար եւ ոռոգման, չի եղել ջրամբարներ, արհեստական ջրամբարներ, որպեսզի ոռոգեն Արարատյան դաշտը։ Հետևաբար դա ծրագիր է եղել եւ իրականացրել են, չնայած դա թաքցնում էին, չէին ասում, ուզում էին ասեն, տակից գնում է, գոլորշիացում է եւ այլը, բայց հետագայում ես, քանի որ ուշադրությունս Սևանա լճի վերաբերյալ էր, ես սովորում էի Ստեփանավանի Զովետ սովխոզ տեխնիկումում, գերազանցիկ էի, նախկին անգամ ներկայացրել եմ իմ կարմիր դիպլոմները եւ ինձ ուղարկեցին Սևանա կղզին հանգստյան տուն։ Հանգստյան 12 օր մնացել եմ Սևանա թերակղզում, շատ հոյակապ միջոցառումներ էր կազմակերպվում, կուլտուրայի տունը, էքսկուրսիաները, նավագնացությունը, շատ հետաքրքիր էր եւ հետեւապես ինձ
շատ հետաքրքրեց Սևանը։ Մայիսի վերջն էր, հունիսի սկիզբը, նույնիսկ արդեն կարողանում էինք լողանալ լճում։ Պարզ, ափերը գեղեցիկ, մաքուր, մի խոսքով ամեն ինչը ոնց որ պարզություն, պարզ։ Հետագայում ես անցա Տավուշի մարզի քաղաքացիական արդյունաբերական շինարարությունում շինարար էի, 1 տարի աշխատեցի, բանակ գնացի, եկա եւ ինձ ուղարկեցին Տավուշի ջրամբարի շինարարություն, որպես աշխեք։ Եվ այդ ծանր գործը ես 4 տարի կարողացա իրականացնել, ելի ծանոթացա ջրերի անցուդարձի հետ, ոնց որ ասած ջուրը ինչ է անում, ինչ հզորություն ունի եւ ոնց կարելի է օգտագործել։ Գամ Սևանա լճին։ Շինարարությունում դեռ արդեն Տավուշի ջրամբարը արդեն ավարտին էինք հասցրել, Խնձորուտի ջրամբարը վերակառուցում էի եւ ինձ ուղարկեցին վերապատրաստման կուրսեր, հիդրոինժեներ, որպես հիդրոինժեներ։ Ես 2 ամիս այնտեղ սովորել եմ, շատ լավ դասախոս ունեինք, Հակոբյան ազգանունով, եթե իրեն սերունդը կա, թող լսի, իմանա, որ իրոք շատ լավ պապիկ են ունեցել, ինքը մեզ տարավ բազմաթիվ բնակավարեր, տարավ Ստալինյան ջրանցքը, որը ինքն էր 36 թվին կառուցել, տարավ Արփասևան թունելի վերջնամասը, Մարմարիկի ջրամբարը, մի խոսքով շատ հետաքրքիր անցավ, բայց ասեմ, նա եւս թաքցնում էր, որ ինչն է պատճառ եղել, որ ջուրը իջել է, Սևանա լճի ջուրը, չէր թաքցնում, բայց ես իրան կանգնեցի, ասի, եթե մի ամանի տակից, մի ջրի տարայի տակից ծակեն ու ջուր հանեն, կավելանա թե կպակասի, նա երեսից նայեց ու երևի թե չուզեց ասի, որ այո, պատճառն է այդ է եւ իմացավ, որ իմ տրամաբանությունը ճիշտ է եւ հետագայում ես անցա անկախության տարիներին իմ կյանքը 2 հավասար մասի է բաժանվել սովետական կարգերի եւ անկախ Հայաստանի ժամանակահատվածում իհարկե խորհրդային միությունը լրիվ համեմատած այլ պետությունների հետ թե լավն էր թե վատն էր այնուամենայնիվ պլանային երկիր էր բոլորս ունեինք աշխատանք իսկ ես ունեցել եմ շարքայինից մինչև ձեռնարկության տնօրենի պաշտոնում եմ աշխատել նվիրյալ եմ եղել ազատամարտիկ եմ եղել Սպիտակի երկրաշարժին կոլեկտիվի անդամներին ամենաառաջինն եմ հասցրել այսինքն հայրենասիրական մեծ ձգտումներ ունեմ ինքս այսօր էլ ես կանգնած եմ մեր երկրի զարգացման եւ անվտանգության գործերում հարգելի հետևորդներ որպեսզի շատ չերկարացնեմ ես այսօր Սևանա լճի մասին եմ հիմնականում խոսելու իմ ծրագրերի մասին եմ խոսելու սակայն ասեմ որ ես ունեմ համապատասխան կրթություն աշխատել եմ արտակարգ իրավիճակներում հենց սկզբից բնապահպանությունում շինարարությունում PGS հիդրոշինարարությունում աշխատել եմ կոլտեսությունում որպես անասնաբույծ տարբեր բնակավարներ ձեր մոտ հարց կառաջանա այս մարդը ինչ է ամեն տեղից տեղեկություն ունի ես մի անգամ եմ կյանքում դիմում տվել աշխատանքի ընդունվելու իսկ մնացածը վերադասի որոշմամբ են տեղափոխել իմ կարծիքը նույնիսկ չէին ուզում հարցնեն որտեղ անհրաժեշտ է եղել ինձ տեղափոխել են եւ այնտեղ ես արդարացրել եմ քանի որ արդարացնում էի որտեղ հետ էր մնում տնտեսությունը ինձ տանում էին այնտեղ քանի որ ես ունեի եւ գյուղատնտեսության եւ շինարարության եւ հիդրոշինարարության նաեւ տրանսպորտի գծով մեծ հմտություններ հետագայում ես կներկայացնեմ թե ինչ առաջարկություններ եմ արել տրանսպորտում շինարարությունում նաեւ արտակարգ իրավիճակներում խոսեմ Սևանա լճի վերաբերյալ Սևանա լիճը ինձ համար դարձավ իմ կոկորդում մնացած մի կարևոր հարց ես բոլոր դեպքերում սկսեցի նախարարություններին ազգային ժողովին վարչապետերին նախագահներին բազմաթիվ դիմումներ ունեմ այս պորտֆելս որ այստեղ է
եթե ես ներկայացնեմ, կասես դուք էլ բան ու գործ չունեիր, այդքան գրում էիր։ Ես իհարկե որպես լավ շինարար ոչ թե կուսքարտուղար եմ եղել, դեն ժամանակ մի կուսակցություն էր, նաև պլենումի անդամ, որը վկայում է իմ լավ աշխատանքը շինարարությունում։ Ես անկախության տարիներին, երբ արդեն թոշակից տարիքը մոտենում էր, կատարել եմ այդ ընթացքում ամեն տեսակ աշխատանքներ, անկախության մութ ու ցուրտ տարիներին, անասուն եմ պահել, մեքենա եմ վարել, եղել եմ երթուղում վարորդ եւ իմ ընտանիքը պահելու համար։ Այդ արել եմ այն ինչ որ անհրաժեշտ է եղել։ Ուրեմն այստեղ նախկին ղեկավարներին Սևանա լճի ծրագրերը սա գրել եմ ուղարկել, ուրեմն երկու նամակ, մեկը 10 թվին, մեկը 11 թվին եւ Սևանա լճի այս ծրագրերը բոլոր կողմերը ներկայացրել եմ, սակայն մի բան չեմ ներկայացրել, չեմ ցանկացել, որովհետեւ դա անվտանգային էր, քանի որ տեսնում ենք մեր երկրում մանավանդ 44-օրյա պատերազմում դրանից հետո ինչքան դավաճաններ են հայտնվել, մոտ 20 դավաճանել են եւ հետեւապես իմ վախը նրանում է, որ հանկարծ ես ներկայացնեմ այդ ծրագիրը, իսկ այդ ծրագրի մասին չեն խոսել եւ ոչ մեկը չեն խոսել։ Սևան քաղաքում տարիներ առաջ, մոտ 10 տարի առաջ ցույցերի դուրս եկան իրանց Սևանը պահելու համար, սակայն Սևանը ոչ միայն սևանցիներինն է, Գեղարքունիքինն է, այլ բոլոր մեր հայությանը։ Նրա բազմակողմանի լավ արդյունքների մասին կարելի է շատ երկար խոսել, ձկնաբուծությունն է, նավարկություն, զբոսաշրջություն, շատ կարելի է խոսել, ես այդ մասին գրել եմ, սակայն այն հատվածը, որը որ գաղտնի է պահվում, նշել եմ եւ գրած այս հատվածը, ուրեմն 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերը դա վտանգավոր է մեր Սևանի համար, եթե արտաքին թշնամիները, ներքին թշնամիները իմանան, հնարավոր է որ մեր նավերը մնան ավազների վրա, ոչ միայն այդ վտանգավորությունը, Սևանա լիճը դարձել է ջրի տարա, ոնց որ ասած, օգտագործեմ, եթե երաշտ է, Արարատյան դաշտից պահանջում են, ջուրը իջեցնում են, եթե ղեկավարը լինի Արարատյան դաշտից, վարչապետը թե նախագահը, ջուրը պակասացնելու են, իսկ Գեղարքունիքից հնարավոր է որ թույլ չտան, հետևապես այդ անհամաձայնությունները մեղմելու համար հենց իմ ծրագիրն է, որ լիճը պետք է ընդմիշտ մնա նույն մակարդակին, թեկուզ այսօրվա վիճակում, բայց դարեդար պետք է մնա այդ նույն վիճակում։ Իհարկե արտասահմանից, նաև Ռուսաստանից եկան ինժեներներ, մեր ինժեներների հետ, մեր հայ ինժեներների հետ աշխատանքներ տարան, սակայն գրեցին ազոտ, ֆոսֆոր, իրենց գործողումը ստացան գնացին, անցած տարի եւս եկան եվրոպական երկրներից, ես չեմ ուզում թերագնահատել, թե նրանք ինչ ասացին, այդ էլ ջրի կանաչելու վերաբերյալ էր, հետևապես դրա վերաբերյալ ես որպես բնապահպանության աշխատող, որ աշխատել եմ, կարող եմ ասել ինչն է պատճառը, ես միկրոբիոլոգիա անցել եմ, բակտերիաների զոոլոգիա անցել եմ, բոլորը, այդ հիմնական պատճառներից մեկը ափերի աղբոտվածությունն է եւ ջուրը երբ բարձրանում է մտնում է այդ աղբոտված տարածքները որտեղ բարենպաստ պայմաններ կան այդ միկրոբների բակտերիաների զարգացման համար ես որպես շինարար իրականացրել եմ մեր շրջանի ամենադժվար կոնսերվացրած օբյեկտը դա մաքրման կայանն էր Volgogradi պրոյեկտով Աչիսնոյ Սարուժեն եւ Սիրզավոդա Պարոգոմսարանի համար էր, բայց ամբողջ քաղաքի կոյուղին մաքրվում էր այդտեղ։ Դրա համար ինձ բանակից մի տարի ուշացրել են, որպեսզի կարողանամ այդ օբյեկտը իրականացնել։ Այսօր ինչ-ինչ պատճառներով չեն օգտագործում, չեն իրականացնում, ջուրը թափվում է
Տավուշի ջրամբար, կենթանական բուսական աշխարհը փչացնում է, բայց կարելի է օգտագործել։ Ես այդ նույն ծրագրերով կարող եմ Գեղարքունիքի մարզի մեծ քաղաքների, նույնիսկ փոքր գյուղերի համար ծրագիր ներկայացնել, հիմնականում մաքրման կայաններն են, հետևապես կարելի է նաև փոքր գյուղերում ստեղծել մի քանի սեպտիկ հորեր, որը ջուրը կծծվի եւ ֆիլտրվի եւ մաքուր ջուրը կլցվի Սևան։ Իհարկե տեսնում ենք, թե այսօր ինչքան քիմիական նյութեր են օգտագործում մաքրման պարագաներ։ Այդ ամենը տոննաներով եթե հաշվենք, մաքրման պարագաներ մտնում է Գեղարքունիքի մարզ, իսկ դա բնականաբար անցնում է գնում է Սևանալիճ։ Ես չեմ ուզում պատմությունն ասել այն ժամանակ 79 թվին, որ մենք սովորում էինք, լիճը պետք է բարձրացել էր ընդամենը 6 մետր։ Դասախոսին հարցրի, բա որ 6 մետրից ավել, ասեց հնարավոր չէ, քանի որ ջուրը Արփասևան թունելով հետ կգնա։ Ու իրոք այդպես է, եւ ասաց, եթե ուզեն դրանից ավել բարձրացնեն, պետք է պատնեշ դնեն եւ պոմպերով մղեն Կեչուտի այդ Արփասևան ջուրը մղեն դեպի Սևանալիճ, բայց կարծում եմ, որ դա չեն անի, ոչ մեկը չի անի, մնում է, որ ուշադրություն դարձնեն իմ ծրագրին։ Ես ասում եմ, դա բարդ գործ չէ, բայց աշխատատար։ Հետևապես, քանի որ Սևան գեսում ես լսեցի, որ իտալացիները ունեն սարքեր, որը կարգավորում է ջուրը, ես կառաջարկեմ Սևանա լճի այդ նախագծերը կազմեն իտալացիները, իրականացնեն նախահաշիվները Հայաստանում դրամով, իսկ ռուս մասնագետների միջոցով իրականացնեն այդ իմ ծրագիրը իրականացնեն, որովհետև ես մի առիթով եղել եմ Ուլյանովսկում մի 10 օրով եւ այնտեղ ծանոթացա ջրային ինժեներների հետ եւ ինձ հետաքրքրեց ինչպես է այդ ջրի տակ հիմքերը ստեղծում, որ մեքենաները մոտորապես 3-4 կիլոմետր գնում են, ոնց են իրականացնում։ Նա պատմեց, իհարկե մի քիչ հասկացա, մի քիչ չհասկացա, ասում էր իջեցնում են մի տան նման բան, բանվորներ իջնում են 4 ժամ աշխատում են ձեռքով, հանում են եւ այլ։ Ես դա չեմ կարող ասեմ, հետեւապես կառաջարկեմ, չկա մի բան, որ աշխարհում չիմանան թեկուզ արտերկրի մասնագետները։ Իսկ ինքս, ինչքան որ կյանքս կհերիքի, իմ հետաքրքրությունն այնքան է, որ ես պետք է տեր կանգնեմ որպես շինարար կազմակերպչական գործերին, տալ ուղղություն, քանի որ այդ ծրագիրը իրականացնելու համար մոտ 1 մետր ջուրը պետք է պակասեցվի, այդ ընթացքում մաքրման աշխատանքները շատ անորակ է կազմակերպվել նախկինում, ծառերը, նրանց արմատները մնում են ջրի մեջ, իսկ արմատները փայտը մոտ 300 տարի մնում է առանց փչանալու ջրի մեջ, իսկ լողորտները լողանալուց արմատները, կնգնիվոտները եւ անվտանգության տեսակետից ել չեմ ուզում այդ մասին խոսել, ուրեմն պետք է շատ լավ մաքրվեր։ Ես տարիներ առաջ ներկայացրի, ասացի 1.5 տարում կարելի է իրականացնել, թույլ տալ, որ շրջակա միջավայրի բոլոր բնակիչները օգտվեն, հանեն այն ծառերը, որը ջրի տակ են գնելու, թե ձեռքով, թե տրակտորով, թե էքսկավատորով, իսկ բերեցին լցրին եւ լոդկա էքսկավատորով ջրի վրա սկսեցին, ոնց որ չգիտես ինչ, ոնց որ ասած մի գիժը մի քար 60,000 խլոք չի կարողանում իրականացնել։ Հետևապես իմ ծրագրի մեջ մտնում է 1 մետր մոտավորապես, չեմ ասում ավելի ստույգ 50 սանտիմետրից 1 մետր, իսկ ներկայդրությունից միմիայն 50 սանտիմետր ավել եւ ոչ ավել, քանի որ Հայաստանը սակավահող երկիր է, իսկ այդտեղ կան նոր գյուղեր, Նորապատ գյուղը, որը ստեղծվել է ջրի հետ գնալուց հետո հացաբուծական, սերմնաբուծական տնտեսություններ տարիներ առաջ, մի խոսքով օգտվում են մարդիկ այդ տարածքներից, իրենց
տորֆից են օգտվում եւ այլ, չեմ ուզում շատ երկարացնեմ, սևանցիները կիմանան թե ինչից են այդտեղ օգտվում։ Ձկնաբուծությունը մոտ 20 ավել ձկնատեսակներ կան, որը նյութական բարիքներ է ժողովրդի համար։ Հիմա ես ներկայացնեմ, սա իմ ծրագիրն է, որ Սերժ Սարգսյանի ժամանակվանից մոտ 10 դիմում, 8 դիմում եմ տվել, արդյունքը չեմ տեսել, ներկայումս էլ դիմումներ եմ տալիս եւ ամենակարևորը դիմումներս Նիկոլ Փաշինյանին 19 դիմում, այլ գործերի գծով, իհարկե որոշ բաներ հաշվի են առել գյուղատնտեսության, էկոնոմիկայի նախարարությունում իմ առաջարկությունները որոշ չափով ընդունվել են, բայց ես դեռ չեմ բավարարվում այդքանով։ Պետք է նաև մեր վարչապետը իրեն աշխատակազմին հանձնարարություն տա, այստեղ նամակների բաժնից Ալեքսանդր Ղազարյանն է բոլոր դիմումները ընդունել եւ հասցեագրել այս ու այն կողմ։ Ես շատ վիրավորված եմ, որ Սևանալեչի վերաբերյալ գրում եմ, Երևանի քաղաքապետարանից կանչում են, թե արի բնապահպանությունից, ասում եմ ինչա, տեսնում եմ Սևանալ լճի մասին գրել եմ, Երևանի բնապահպանություն են ուղարկել, ուղղակի խնդրում եմ, որ բոլորը աչալուրջ լինեն, բարձր աշխատավարձ են ստանում, ապահովված են, մեր սահմանամերձ գյուղերի ու մեր բնակիչների ու թոշակառուների նման չեն, ինքս ստանում եմ 52,000 դրամ թոշակ եւ այսքան գրությունների, նամակների եւ այցելությունների վրա ծախսում եմ իմ թոշակի մինիմում 30%-ը սիրտս կրակին գցելով գնում հասնում եմ Երևան ներկայացնում։ Շատերը կարող են ասել, այս մարդը էլ բան ու գործ չունի, ես ինչ անում։ Եվ ոչ, ես հմտություններ ունեմ, ձեռքի աշխատանքներ եմ կատարում, տնային բոլոր գործերը ես ինքս եմ կատարում դեռ 6-7 տարեկան, 8 տարեկանից ձեռքի շնորհք եմ ունեցել նախքին հաղորդման մեջ ներկայացրել եմ, ես եմ իմ մեքենայով գիշեր ցերեկ աշխատել եմ, ապրանք բանջարեղենի առևտուր են կարել, ուղևորա փոխադրում, երեխաներին էքսկուրսիա, երկու մեքենայով, այս մեքենան տանում էին թե կտրատեն, վերցրել տարել եմ իմ ձեռքով, սարքել, այսօր նայում են բոլորը եւ հիանում եւ զարմանում, որ այդ մեքենան ոնց է ոտքի կանգնել։ Այսքանը ոչ թե ես ինքնագովես եմ անում, ուզում եմ ասել, որ այո, ես շատ գործեր ունեմ, բայց Սևանալ լիճը իմ բկում է եւ կխնդրեի, իսկ անցած տարի օգոստոսի 2-ին երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ իրեն աշխատակազմով, մարզպետի Գնել Սանոսյանի հետ, ես կարողացա ընդամենը 30 վայրկյան ներկայացնել, որ ես ուզում եմ Սևանալ լիճը այսպես լինի, ասացի դուք ասում եք ջրի տարա չի, բայց ջրի տարայի է վերածում, կարելի է այս բանն անել, ասաց շատ բարդ բան ես ասում, իհարկե շատ բարդ չէ, ոնց որ մի 10 կիլոմետր ասֆալտ բետոնյա ճանապարհի փոխարեն կարելի է իրականացնել, նաև գեղարքունիքցիների դրամահավաք հավաքել եւ իրականացնել եւ լիճը կմնա ընդմիշտ եւ ոչ մեկի չի խանգարվի, մոտ 2500-2800 շինություն կա, դրանց մի մասը ընկնում է ջրի տակ, ես տեսնում եմ այն մարդկանց օբյեկտները, որը ջրից շատ մոտ է եւ նրանք չեն թողելու, որ ջուրը բարձրանա։ Անուններ չեմ ուզում տամ, ես կներկայացնեմ մենակ Գեղարքունիքի մարզի պաշտոնյաներին, որոնց ես դիմել եմ 5 պաշտոնյայի միանգամից։ Ուրեմն ես ասեմ, որ 5 պաշտոնյա, լավ, դա իմ մոտեսա կգտնեմ, կասեմ, ուրեմն Գնել Սանոսյան, Թագուհի Թովմասյան, Վարազդատ Կարապետյան, Իշխան Սաղաթելյան եւ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյան։ Դրանց միանգամից դիմում եմ գրել։
Թագուհի Թոմասյանը հրավերել է զրույցի, բայց այդ գաղտնիքը չեմ ասել անվտանգության տեսակետից։ Կարեն Սարգսյանը հրավիրել է հանդիպման, բայց քանի որ ձմեռ էր, ես էլ մի քիչ առողջական վիճակս ոչ թե վատն էր, տրանսպորտը հուսալի չէր, որ ես կարողանամ գնամ, բայց հանդիպեմ, քանի որ այն պաշտոնյաները շատ մեծ ուշադրություն չդարձրին, ես խոստանում եմ, որ Կարեն Սարգսյանին եւս կհանդիպեմ, միգուցե ինքը կառավարություն ներկայացնի եւ այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Մի խոսքով Գեղարքունիքի մարզի պաշտոնյաներին եմ դիմել նպատակից հասնելու նպատակը իրականություն դարձնելու կապակցությամբ։ Ստեղ ունեմ շատ առաջարկություններ Երևան քաղաքի տրանսպորտ, շնորհակալ եմ Երևան քաղաքի տրանսպորտի նախկին վարչության պետերին, ներկան էլ հրավիրել է Վազգեն Սարգսյանը, որ պետք է հանդիպեմ, սակայն դժվարություն է ինձ համար, գնում եմ Երևան, չեմ կարողանում հանդիպել, իսկ իրենք գրել են, որ համեցեք, կընդառաջենք, տրանսպորտ կհատկացնենք եւ նոր տրանսպորտի համար նոր գիծ կհատկացնենք, որ հանրային տրանսպորտ անխոչնդոտ գնա։ Դրա համար ինձ հրավիրել են, սակայն ասում են գրի ուղարկի։ Գրած ուղարկած ունեմ ճանապարհային ոստիկանության Կոստանտին Կոստանյանին, իմիշայլոց ասեմ, ճանապարհային ոստիկանությունից այնքան եմ շնորհակալ, թե նախկին պետերը, թե ներկանները, բոլորը սրտաբաց ընդունում են, լսում են իմ առաջարկությունները, չեն ասում քո ինչ գործն է, եւ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Այնտեղ կա եղել է Եգոր Կարապետյանը, գնդապետ, տեղափոխվել է այլ աշխատանքի, Նորիկ Սարգսյանը, Կոստանտին Կոստանյանը նշագությունների բաժնի պետը, ես բոլորից այնտեղ եղել է Մաթևոսյան, բոլորը ինձ սրտաբաց ընդունում են եւ ես ողջևորվում եմ դրանից եւ ելի եմ շարունակում։ Հաջորդ հաղորդումներում կներկայացնեմ Երևան քաղաքի վերաբերյալ իմ առաջարկությունները, Երևան քաղաքի վերաբերյալ բնապահպանական, նաեւ անվտանգային սողանքները, գետառը, կներկայացնեմ տրանսպորտի կարգավորումը, իմ ասածներից բավական ծրագրեր իրականացել է եւ ես չեմ ուզում շեղվեմ դրանից, խնդրում եմ մի բան, տարիքս արդեն մոտենում է արևնամուտին, բայց ես չեմ հիասթափվում, աշխատում եմ ինչքան էլ որ լավ չլինեմ, հիվանդ լինեմ, վեր կենամ եւ գնամ Երևանը իմ առաջարկությունները ներկայացնելու։ Այստեղ իհարկե սրտացավությունս լճի նկատմամբ գրել եմ, այսինքն որ իմանամ, մեծ ծրագրեր են, չեն գալի ոչ մի լրագրող, ոչ մեկին կարծես թե չի հետաքրքրում, մանավանդ նրանք, ով բարձր աշխատավարձ են ստանում ի պարգևաճար եւ գործուղման ծախսեր, կարծես թե նրանք մեզ հետ կապ չունեն, ոչ մեկը շրջան չի գալիս, ոչ մեկը չի զրուցում մարդկանց հետ, մենք ունենք տաղանդավոր մարդիկ, թե արհեստավորներ, թե գիտակից մարդիկ, մեր Շամշադինի շրջանը եղել է գիտության օրորան, մեր ուսուցիչները, մեր աշխատողները պատահական չեն եղել են պահանջկոտ, դաստիարակչական, նվիրյալ եւ ուզում եմ դա արմատավորվի մեր սերնդի մոտ, իսկ եթե առիթ լինի, ես ասեմ, իմ հեռախոսի համարն է 094 000 365, այսինքն 30 եւ տարվա օրերը, եթե կհիշեք, խնդրում եմ, զանգահարեցեք այս բոլորի ուղղությամբ, ես անկեղծ ասեմ, ներկա գիտությունը ինձ այնքան չի հրապուրում, քանի որ ես չեմ կարողանում տիրապետել արհեստական բանականությանը, տեղեկատվական տեխնոլոգիաներին, չեմ կարողանում, իսկ դա եթե անհրաժեշտ է լինում, իմ 6 տարեկան թոռնիկիս եմ ասում, եթե մի բան ուզում եմ գտնել, նա է գալիս ու ասում պապիկ, եսա կգտնեմ, գտնում են, հիմիկվա սերունդը շատ զարգացած է, սակայն գործի, պրակտիկայի առումով շատ թերի են,
պետք է նաև ուսուցանել մեր ծրագրերը, քանի դեռ մենք կանք իմ տարիքի մարդիկ դեռ կան, կարող են ասել թե անասնապահության գծով, թե շինարարության, թե հիդրոշինարարության, թե արտակարգ իրավիճակների վերաբերյալ։ Այդ ինչ որ նշեցի, ես բոլոր ոլորտներում եղել եմ անցած տարի ուղիղ 1 տարի առաջ մայիսի 8-ին ԿԳՍՄ-ում, եղել եմ ազգային ժողովում Հակոբ Արշակյանին նամակ փոխանցել կրկնակի նամակ, եղել եմ բարեկային ծառայությունում եւ դա 1 օրում եւ նաեւ գնացել եմ կառավարություն կեսը ոտով, կեսը տաքսով, վազելով կես օրում Երևանից հասնելով այնտեղ հասել եմ եւ ներկայացրել։ Սա շատ է խոսվում վթարների մասին։ Այդ թեման էլ մի այլ թեմա է։ Ես ունեմ վարորդների համար 15 կետ, 16-ը միմիայն բարեկներին է վերաբերվում, որ ավելի խիստ լինեն անկարգ վարորդների նկատմամբ, միտումնավոր խախտում անող հետիոտներին, նաև վարորդների նկատմամբ։ Իսկ այն մնացածը, եթե ուսումնասիրեն, կարող են կյանքի կոչել։ Սա մեր դպրոցական գիրքն է, Ջրաղացպանյան, շատ պարզ գրած մանրազնին, որ ես ներկայացրել եմ Տիկին Սվաջանին, տեղակալին, դիմում էի գրել, իմ դիմումները ներքին գործերի նախարարություն Հակոբ Արշակյանին, Նորիկ Սարգսյանին եւ 4 հոգու նույն մանի վրա, թղթի վրա նույն դիմումով նշել եմ։ Իհարկե սա եւս պետք է կյանքի կոչվի, ես հետագայում սրա մասին առանձին կներկայացնեմ Երևան քաղաքի համար ինչ առաջարկություններ եմ արել եւ շատ չերկարացնեմ ձեր ժամանակը չչարաշահեմ, ասեմ որ այո, ես դժգոհ չեմ եղած արդյունքներից, մանավանդ որ արձագանքում են, իսկ նա ով չի արձագանքում, ես կրկին անգամ նորից դիմում եմ մի քիչ էլ զայրացած, այսինքն զայրանալը որն է, պահանջում եմ, որ ուշադիր լինեն։ Այստեղ Հակոբ Արշակյան 2 անգամ գրել եմ, ոչ մի պատասխան, իսկ ինքը ասում էր պետք է տարեց մասնագետներին հարգենք ու ուշադրություն լսենք նրանց խոսքը։ Վահե Ղազարյան, Ժաննա Անդրեասյան, ոստիկանության պետ Նորիկ Սարգսյան, սա ուղարկել եմ, ճանապարհային ոստիկանությունը լիարժեք ինձ լսում է եւ ուզում եմ ասել, որ ես դժգոհ չեմ այն իմաստով, որ իմ դիմումները գրանցվել է լավ, ես երկարացնեմ, ես շնորհակալություն եմ ստացել Երևան քաղաքի տրանսպորտի վարչության նախկին պետ Հենրիկ Նավասարդյանից եւ նա շատ հարցերում է ընդառաջել, ես գոհ եմ նրանցից գյուղնախարարություն եղել եմ գյուղնախարարությունում 2018 թվին եւս շնորհակալ եմ նրանց Գառնիկ Պետրոսյանն է շնորհակալություն ուղարկել էկոնոմիկայի նախարարությունում եմ եղել այդ փաստերը լրիվ ստեղ կա ձեզ չծանրաբեռելու համար չխառնեմ բոլորը շնորհակալություն են հայտնել իսկ ես դրանից բավականություն եմ ստացել այն իմաստով որ իմ ասածը ինչ որտեղ տեղը հասնում կներեք ես փաստաթղթերը որ ցրեցի ես ունեմ հմտություն նաև կարող եմ իմ ասելով ամբողջ քաղաքում շրջանաձև երթևեկությունը իրականություն է դարձել, որ առավելություն է միայն մեր Բերդում եւ Վարդենիսում չկա, դրա համար քավոս է ստեղծվում վարորդների մոտ։ Իսկ Լամբադա կամուրջը ամբողջությամբ իմ ծրագրերով է եղել ես 2011 թվին
Դեր Տիգրան Սարգսյանի օրոք գնացել եմ կառավարություն ներկայացրել, իմ իշայլոց ուշադրություն չդարձրին, բայց տրանսպորտի վարչության պետ նախկին Հենրիկ Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել Հենրիկ Նավասարդյանը Լամբադա կամրջի համար եւ դա բոլորն էլ իմանան, եթե ոչ ինձ համար, այլ մեր ժողովուրդը, մեր շրջանի, մեր մարզի, մեր լավ ցանկացողները իմանան, որ այո, դա հենց իմ արդյունքով է, իմ ասելով է եղել եւ նախագծերը մի րոպե այս էլ այն մասին, որ ես Եգոր Կարապետյան, ճանապարհային ոստիկանության պետ, Հայկ Սարգսյան, Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի նախկին վարչության պետ, իհարկե 6 տարում 4 վարչության պետ է փոխվել, ես մեծ փաթեթ եմ հանձնել, ես էլ Լամբադա մոստը նախկինը եւ ներկան իմ պահանջով կատարել են, շնորհակալ եմ իրանցից, ես ամեն Երևան մտնելով այդ հատվածում երկու արագ կռուգ եմ անում, պտտում, անխոչնդոտ, որ ապացուցեմ, որ այո, դեռ կարելի է այս տարեքում առաջարկություն ներկայացնել։ Ես բոլորը շնորհակալ ճանապարհային տրանսպորտի վարչության պետ Գալստյան, Հայկ Սարգսյան, շնորհակալություններն են, էլի Հայկ Հենրիկ Նավասարդյան, այլ կապակցությամբ Գառնիկ Պետրոսյան, մեր շրջանի փեսա, տելևիզոր սարքող Գևոյի քրոջ ամուսինն է, չնայած դրա քննարկել են մեծ մասշտաբով եւ Արթուր Խաչատրյանի գլխավորությամբ այսօր նա պատգամավոր է, բայց ես չեմ կարողանում այլ կապեր հաստատել։ Ուրեմն իմ ծրագրերի մասին ուրեմն ես այս վերջին նախադասությունն ասեմ, որ ինչ եմ առաջարկել կոոպերացիաներին, ապահովագրությանը, ոռոգմանը, անասնապահությանը, գյուղմթերքների իրացմանն ու այս կետը շատ ցավալի է, այսօր մենք անասուն ենք պահում եւ չենք կարողանում իրացնել, մսավաճառները չեն վերցնում, ուրիշ սպանդանոցը շատ էժան է վերցնում, չկա մթերակայան, որ մենք անասուն պահենք եւ որպեսզի 14,000 տոննա խոզի միշտ չներգրեն մեր ժողովուրդը եւ աճեցնի եւ արդյունքը տեսնի։ Մեքենա տրակտորային կայանների ստեղծման առաջող հարցեր։ Այս հարցերն են բարձրացրել եւ իրանք շնորհակալություն են հայտնել։ Մի խոսքով շատ ես Վազգեն Հարությունյանն է գրել, որ պատրաստական ենք մշտապես քննարկելու ձեր առաջարկությունները։ Երկու առաջարկություն վերջերս ուղարկել եմ, երկուսի պատասխանները ստացել եմ, ուղղակի մի կողմից նյութականը չի հերիքում, մի կողմից չեմ կարող, քանի որ տներում խոզեր ու ճագարներ են պահում, չեմ կարողանում թողնել երկար մնալու խնդիր էլ կա Երևանում, սակայն ես բոլորը կհաղթահարեմ, եթե իրոք իմ ասածները ընդունելի դառնա։ Շնորհակալություն եմ հայտնում ձեզ բոլորիդ, ցանկանում եմ բոլորիդ նվիրյալներ լինեք։ Ես վերջին անգամ լսեցի, որ Հայաստանում կա 300,000 նվիրյալ, սակայն ես չեմ կարող համեմատվել այն նվիրյալներին, իհարկե կարելի է ողջունել, եթե մի ծառ են ջրում կամ մի ծառ են տնկում, էդ էլ նվիրյալ է, բայց իմը խոշոր ծրագրեր են, որը պետք է անհապաղ իրականացվի, եթե ոչ կմնա թղթի վրա եւ իմ չարչարանքը իզուր կասնի։ Խնդրում եմ, եթե հարցեր լինի, նորից եմ ասում հեռախոսահամարս 094 000 365